X-ի պիտի անենք, բայց X-ի չէին կարողանում անել, X-ի միկրո ասեղ չունեին։ Կաֆեդրան, ինչքան գիտեմ, շատ հետո է հիմնադրվել Հայաստանում։ Մեր այդ աշխատանքը ջուրի չընկավ։ Ձեր գործը շատ ավելի բարդ էր մեր համեմատ։ Ոչ մի զգացողություն չի փոխվել։ Նույն զգացողությունները մենք ունեինք, ավել ու պակաս չի լինում։ Արդյոք խնդիրներ չի առաջանալու արտամարմնային բեղմնավորման միջոցով։ Եթե ասեմ, որ արտամարմնային բեղմնավորումով ծնվել է ունեցել են երեխա, հաստատ կասեն իրանց չի։ Մարդիկ ծածկում էին, որ օգտվում են ԱՄՊ-ից, հիմա ավելի բաց է այդ ամեն ինչը։ Չէին հավատում, բայց այդ մեզ չէր հետաքրքրում, որտեղ մենք ռեալ գիտենք ինչով ենք զբաղվում, ինչ ենք անում։ Բարև ձեզ, ես Լիդա Ստեփանյանն եմ, IVF Life կլինիկայի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ։ Ողջունում եմ ձեզ EmbryoGuide պլատֆորմայում։ Բարև ձեզ, ես Նինա Տոնոյանցն եմ, IVF Life կլինիկայի գլխավոր սաղմնաբանը։ Այսօրվա մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության առաջին սաղմնաբան Կարեն Ջինանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սկսենք ձեր անձնական ճանապարհից։ Ինչպես եք դարձել սաղմնաբան։ Դե սաղմնաբան երևի ինչպես շատ սաղմնաբաներ, շատ պատահական ստացվեց։ Ասեմ, որ ավարտելուց հետո աշխատել եմ բիոքիմիա ինստիտուտում, այնուհետև նուրբ օրգանական քիմիա ինստիտուտում, գիտական աշխատություններ եմ արել, գիտական աշխատանքով եմ զբաղվել, հետո տեղափոխվել եմ այրվածքաբանության եւ ռադիոլոգիա ինստիտուտ, այնտեղ պաշտպանել եմ գիտական թեզ, իսկ որից հետո հրավեր եմ ստացել աշխատել դիագնոստիկա բժշկական միավորում որպես լաբորատոր ախտորոշման բաժնի ղեկավար 95 թվականին Հայկ Նիկողոսյանի եւ Արա Սահինիչ Բաբլոյանի կողմից հրավեր ստացա մասնակցելու արտամարմնային բեղմնավորման ծրագրին։ Ծրագիրը իրականացվում էր Հայաստանի եւ Ֆրանսիայի միջոցով Հայաստանում մասնակցում էր բժիշկների կատարելագործման ինստիտուտը, ազգային ինստիտուտը բժիշկների, որի ղեկավարին ժամանակ Հայկ Նիկողոսյանն էր, եւ Ֆրանսիայում Մարսել քաղաքում բժիշկների վերարտադրողականության ինստիտուտի ղեկավարության բժիշկների կողմից։ Իսկ կազմակերպիչը Ֆրանսիայում մեր հայրենակից Անդրանիկ Հակոբյանն էր, որը ազատագրություն միության նախագահն էր եւ միևնույն ժամանակ բժիշկ էր, ատամնաբուժ։ Կազմակերպիչը ինքն էր եւ Հայկ Արարիչ Նիկողոսյանը որոշեցին, որ Հայաստանում անհրաժեշտ է այդ մեթոդի իրականացումը, որտեղ իրոք պահանջարկը շատ մեծ էր։ Իհարկե մենք չգիտեինք դրա մասին։ Հաջորդ հարց. ինչ դժվարություններին հանդիպեցիք ձեր այս կարիերայի սկզբում։ Այդ հրավերը ստանալուց հետո, ոնց որ ասում են, երկրորդ երկնքում ենք, երրորդ երկնքում ենք, շատ էինք ուրախացել, բայց ընդհանրապես չգիտեինք ինչի մասն է խոսքը գնում, որտեղ այն ժամանակ ցուրտ ու տարիներ չկար, նույնիսկ հոսանք չկար, YouTube չկար, գրականություն չկար, շատ ահավոր վիճակ էր։ Ու մենք ես որպես սաղմնաբան եւ մի խումբ գինեկոլոգներ 96 թվականին գնում ենք Ֆրանսիա։ Ֆրանսիայում ամեն ինչ կա։ Լույս կա, մտնում ենք մուտք պատիեստ, մտնում ենք այդտեղ, մեկը լույսը վառվում է, զարմանում ենք, վայ, լույս վառվեց, լույսը անջատվում է, այս ահավոր վիճակ էր։ Ու գնում ենք մի հատ կենտրոն, բժշկական կենտրոն, որտեղ մարդիկ մեզ ընդունում են, ոնց որ մեր շատ մտերիմ բարեկամներ լինեն, անշահախնդիր, անմնացորդ իրանց նվիրեցին մեզ։ Մենք մի ամիս մնացինք, վերապատրաստվեցինք, այնուհետև մի քանի տարիներ այդպես ընդմիջումներով գնում ենք իրանց մոտ։ Ուրեմն բժիշկներից շատ շնորհակալ եմ, մենք բոլորս եւ երևի բոլոր այն զույգերը, որոնք հղիացան, պետքա նույնպես շնորհակալ են Ժան-Պյեր Ֆրանկենբալմին, որը ռեպրոդուկտոլոգ էր, արտակարգ մասնագետ, լաբորատորիայի ղեկավար, սաղմնաբանության լաբորատորիայի ղեկավար Ֆիլիպ Տեղյուն, արտակարգ մարդ, անմնացորդ նվիրվեց,
եւ մնացած պերսոնալը աշխատողները։ Այսինքն Հայաստանում ճիշտ եմ հասկանում, վերարտադրողական ու վերարտադրողաբան, այսինքն ռեպրոդուկտոլոգ դեռ գաղափար գոյություն չուներ։ Ֆրանսիայում էր, որ հիմնած էր եւ այլն, նոր դուք գնացիք, վերապատրաստվեցիք ամբողջովին եւ կաֆեդրան, ինչքան գիտեմ, շատ հետո է հիմնադրվել Հայաստանում։ Այսինքն դժվարությունները դուք լավ հաղթահարել եք ժամանակին եւ տվել եք բազմաթիվ հղիություններ։ Իսկ որ խնդրեմ, կարող եք ասել Հայաստանի Հանրապետության այ առաջի երեխաները, որ ծնվել են, բոլորս էլ շատ լսել են, կպատմեք, ինչպիսի զգացողություններ եք ունեցել եւ ընդհանրապես ինչպես է տեղ ունեցել, որովհետեւ արտամարմնային բեղնավորում առաջի անգամ Հայաստանում իրականում մեծ դեր ունի։ Ես կուզենամ մինչև դրան անդրադառնալ, կուզենամ ասել, թե ինչ դժվարություններ ունեցանք։ Նախ եթե դժվարությունները նրա համար են, որպեսզի ունենա հաղթահարես, հետո դժվարությունների շնորհիվ ունենում ես աճ, սովորում ես, եթե աշխատում ես, մինչև վերջ կարող ես, եթե ունես նպատակ, դու հասնում ես քո նպատակին։ Ֆրանսիայից հետո մենք եկանք Հայաստան։ Հայաստանում, ինչպես ասեցի, նորից կրկնեմ, 48 տարիներ ֆինանսներ չկան, սարքավորումներ չկան, ոչ մի բան չկա։ Հիմիկվա նման անկերություններ չկան, որից միջոցով կարող ենք դա առնել, ոչ մեկը չգիտեր։ Ինչ ենք արել։ Հայկ Նիկողոսյանի հետ որոշել ենք մինչև այդ ասեմ, որ առաջ սովետական միության ժամանակ ֆոնդեր կային, Գյուլբեկյանի ֆոնդ։ Մարդիկ ինչ որ գումար էին տվել, որ գիտահետազոտական կենտրոնները կամ ինստիտուտները ինչ որ շատ հազվագյուտ սարքեր էին առնում։ Բայց այս սարքերը ինչպես կանոն չէին օգտագործվում։ Գնացինք ամբողջ Հայաստանում սկսեցինք հավաքել այն ինչ որ մեզ պետք էր։ Ճիշտ է, այն չհավաքեցինք, որ ինչ որ հիմա կա IVF Life-ում կամ մնացած կենտրոններում, բայց ինչ որ բան հավաքեցինք։ Օրինակ Սիրիլ բոքս հավաքեցինք, որ օգտագործվում էր բակ լաբորատորիաներում, CO2 ինկուբատոր վերցեցինք, որը ինքը իրան կոնտրոլ չէր անում, այդ ինքդ պետք է աներ։ Օրինակի համար մի բան ասեմ, ուղղակի հիմա սաղմնաբան Նինա նստածա կզարմանա։ Մենք X-ի պետք է անենք, բայց X-ի չէին կարող անում, X-ի միկրո ասեղ չունեինք։ Իսկ ո՞նց հաղթահարեցիք դա։ Լավ հարց էր, ո՞նց հաղթահարեցինք դա։ Ոնց հաղթահարեցինք, վերցրեցի, դե Ֆրանսիայից ենք սովորի իհարկե, վերցրեցինք ապակյա ձողը կրակի վրա ձգեցինք, տաքացնում ես, ձգում ես, ձգեցինք, այն ծայրը սրանում է, չէ՞, հետո այդ ծայրը մի խոսքով տենց արել ենք, դրանով բեղմնավորում ենք արի ու ստացել ենք էմբրիոն, ճիշտ է այդ ժամանակ դեռ հղիություն չստացանք, բայց էմբրիոններ ստացանք, այսենց դժվար աշխատանք էր, երկու անգամ ուրեմն ֆունկցիաներ անում ենք Էրեբունի բժշկական կենտրոնում, սաղմնաբանություն անում ենք դիագնոստիկա կենտրոնում, Էրեբունի, որտեղ հնարավորությունները Էրեբունիում էր, Էրեբունիում ֆունկցիայի հետևանքով որ վերցնում ենք, փորձանոթը, որի մեջ զվաբջիջները տեղադրում ենք գոլ ջրի մեջ, որ ջերմաստիճանը պահենք։ Մի հատ պենոպլաստի տուփ էինք սարքել, անցքեր էինք արել, դրել ենք մեջը, ադյալով փաթաթել էինք ու խնդրել էինք այն ժամանակ ավտոտեսուչներին, որ դա հասցնի Էրեբունից մինչև դիագնոստիկա։ Այս մեքենան 5 րոպեում սաղ ճանապարհները փակեցին, մենք իրաց ասել ենք, որ սա շատ կարևոր բան է։ Շատ կյանքի հարց է։ Դե մեզ համար էլ էր տենց։ Ամբողջ ճանապարհները փակել են ու այդ սիրենայով հասել են մինչև դիագնոստիկա։ Մտան հանրապետական հիվանդանոց, որտեղ գտնվում է դիագնոստիկ կենտրոնը։ Բոլոր բժիշկները դուրս էին եկել։ Նկարի մեջ կտեսնեք իմ հիացած դեմքը, այդ ադյալը փաթաթած, մեր ռեպրոդուկտոլոգներ կողքը Արտաշես Ջրբաշյանն էլ հիացած նայում էին, թե այդ էմբրիոները ոնց ենք տանելու եւ իրանց վրա աշխատենք։ Հարցը իմ զգացմունքների մասն էր առաջի երեխաների։ Այո, առաջի երեխաների։ Մի խոսքով այդ ժամանակ իհարկե չստացվեց։ 2003 թվականին մենք էլի ֆրանսիացիների օգնությամբ արեցինք սիմուլյացիաներ եւ այլն, ստացանք 3 ծվաբջիջ, հենց 3 ծվաբջիջ տեղադրեցինք, զույգերը Վրաստանից էին, թույլտվեք անունները ուղղակի չասել, չնայած իրանք հայտնի են, բոլորը գիտեն, խնդրեմ չկա, կինը հայ էր, ամուսինը վրացի էր, Վրաստանում ընդհանրապես չէին անում այդ ժամանակ։
Մենք առաջինն ենք։ Այսինքն մենք առաջինն ենք։ Հա, մենք առաջինն ենք, Վրաստանում չէին անում։ Ունեցան 3 հոյակապ երեխաներ։ 2 աղջիկ ու մի տղա։ Նկարները կտեսնեք, նորացին, հետո մի քիչ մեծացած։ Զգացողությունները, ասեմ ձեզ, չի կարելի նկարագրել, բայց ես ուղղակի հետևել եմ, հարցրել եմ։ Նորից կկրկնվեմ, բայց Նինա Տոնոյանցը ամեն անգամ կարող է զանգում, եթե ինչ-որ շփումներ ա լինում, հիացած, վայ հղիություն ենք ստացել, խոսում, գովում, խոսում, հիացած։ Ոչ մի զգացողություն չի փոխվել։ Նույն զգացողությունները մենք ունեինք, ավել ու պակաս չի լինում։ Բոլոր կենտրոնները հիմա մեր աշխատում են, ամեն մի հղիությունը իրանք այտենց են անցալում։ Ուղղակի դա ունի, չգիտեմ ինչա, դա ես կարծում եմ, որ քեզ հնարավորություն են տալիս, թեկուզ վերևից ասեմ, Աստված ասեմ, քեզ հնարավորություն է տալիս դա իրականացնել, եթե դու դա անում ես, դու ինչ-որ հաճույք ես ստանում։ Չգիտեմ, ծնողները տենց չեն ուրախանում, ոնց որ դու ես ուրախանում, մանավանդ որ հետո տարիներ հետո իրանց փողոցում տեսնում ես։ Դա մի ուրիշ բան է, ինչ-որ մի բան ես արել ու գիտես որ ինչ-որ նենց բան ես արել, որ ոչ թե իրանք կմոռանան կամ չեն մոռանա, այլ դու հանգստացել ես, էլ դա ինչ-որ բարեգործություն նման մի բան է։ Չի կարելի դա նկարագրել, ոնց որ նկարագրել չեմ կարող։ Ոնց որ կյանքի սկիզբը ու շարունակությունը է ստացվում, այսինքն մասնակցում ենք այդ գործընթացին ու շատ հետաքրքիր է, որ դուք եք եղել առաջինը, ով որ դա տեսել է ու իր ձեռքերով արել է Հայաստանի Հանրապետությունը։ Բայց կարող է ես չլինել, ցանկացած մեկը կարող է լինել։ Ուղղակի իմ բախտը բերեց ճիշտ տեղում էի, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Եթե ասենք կազմակերպիչներին շնորհակալություն, որ կազմակերպեցին Հայկ Արաչնիկ Օղոսյանին, Արաս Բաբլոյանին, ֆրանսիացի մեր ընկերներին շատ լավ դիրքերում ենք համաշխարհային մակարդակով, եթե ասեմ, որտեվ երևի Նինան էլ է գնացել, մյուս առնաբաներն էլ, տարբեր երկրներ, մենք ոչինչ բանով չենք զիջում իրանց, ոչինչ բանով, ոչ սարքավորումներով, ոչ նյութերով, ոչ բանով մասնագիտացումներով, արդյունքներով, շատ բարձր արդյունքներ, որ նույնիսկ դժվար է հավատալ այդ արդյունքներին, բայց իրոք այդ արդյունքները կան։ Ես հիմա պատկերացնում եմ, թե ինչքան ձեզ դժվար է եղել այդ սուղ պայմաններում ստանալ հղիություն, հա, ստանալ առաջի հերթին սաղ, հետո հղիություն, եւ մենք, որ ունենք ամեն ինչ, ստանում ենք հղիություն, ձեր գործը շատ ավելի բարդ էր մեր համեմատ, որովհետեւ հիմա ունենք անսահման հնարավորություններից։ Ձեր պարագայում ես հիմա որ պատկերացնում եմ, ոնց կարելի է X-ի անել այտենց կրակի վրայով ձգել այդ հապակյա ձողը եւ ներարկում անել սպերմատոզոիդի, հրաշք է ուղղակի։ Դե, հա, ճիշտ եք ասում, բայց չենք զգում։ Մենք չենք զգում, այդ դժվարությունները չես զգում։ Դու այնքան ոգևորված ես, տարված ես քո աշխատանքով։ Դե գիտեք, եթե աշխատանքը սիրում ես, ոչ մի բան չես նայում, ոչ ֆինանս, ոչ մի բան չես նայում։ Ուղղակի ես չգիտեմ, շատ հետաքրքիր է եւ շատ երջանիկ է, որ բախտ ինձ վիճակվել, որ այդպես աշխատել ենք։ Ունեմ եւս մի հարց։ Ինչպես է փոխվել հասարակության տրամադրվածությունը ԱՄԲ-ի նկատմամբ, այսինքն այն ժամանակ բնականաբար մարդիկ ծածկում էին, որ օգտվում են ԱՄԲ-ից, հիմա ավելի բաց է այդ ամեն ինչը, կոմպլեքսներ են հաղթահարում մարդիկ, ձեր մոտ այդ էվոլյուցիոն փոփոխությունները ինչպես եք դուք տեսել այդ ամեն ինչը։ Ընդհանրապես այդ տրամադրվածությունները կախված են, օրինակ, տվյալ ժողովրդի կամ տվյալ հասարակության կրոնից, սոցիալական վիճակից, իրանց կրթությունից, ոչ մեկը չգիտեր, չէին հավատում, չէին հասկանում, կարծում են երեխան, եթե ասեմ, որ արտամարմնային բեղմնավորումով ծնվել է, ունեցել են երեխա, հաստատ կասեն իրանց չի։ Հա, այդ կասեին, հետո կմտածեին, որ դե все-таки երեխան կարող է արատներով ծնվի, բայց մենք որ սկսեցինք անել արդեն Լուիս Բրաունի ծնունդից հետո ահագին ժամանակ էր անցել եւ շատ գիտական աշխատանքներ կար, աշխատություններ կար, որոնք մենք ունեինք, մենք հատուկ վերցրել էինք, թարգմանել էինք, ու այդ մարդկանց բացատրում ենք, որ նայ, մենք վերցնում ենք ամենալավ ձվաբջիջը, ամենալավ սերմը, ամենալավ պայմաններ եւ այլն, քո երեխան ամենալավն է լինելու։ Կամած շատ կամած մենք սկսել էինք անել, մի հիվանդ ունեինք, մի զույգ ունեինք,
Ոչ մեկը չէր հավատում։ Նույնիսկ բժիշկներ կան, որ չեմ ուզել ասել, որ չէին հավատում, այդ իրանց ֆանտազիան է, լավ, այդպես բան չի կարա լինի։ Իրանք այդպես երազանքներն է, չի լինի այդպես բան։ Չէին հավատում, բայց այդ մեզ չէր հետաքրքրում։ Որտեղ մենք ռեալ գիտենք ինչով ենք զբաղվում, ինչ ենք անում։ Գիտենք, որ դե անենք, մի օր կստացվի ու ստացվեց այդ օրը։ Շատ դժվար է, շատ բարդ է։ Կարևորը հիմա ինչի է այդպես ակտիվացել կամ ավելի հաճախականությունը կամ ելքերը լավացել, որտեղ գնալով տեխնոլոգիաները զարգանում են, նյութերը լրիվ փոխվում են, միջավայրեր, ամեն ինչ, հսկողությունը եւ որակի հսկումը, հետո սկսեք անել եւ տարբեր բաներ, որը ստանանք, որ դուք ժամանակին չազնվեցիք եւ ցույց տվեցիք, որ կարելի է Հայաստանում ստանալ, արտոնային բեղմնավորման միջոցով առողջ երեխաներ եւ հենց ձեր շնորհիվ քիչ վերարտադրողական բժշկությունը Հայաստանում վերել կապրեց, այո։ Եվ հիմա մենք ունենք այն ինչ ունենք։ Միջև օրս էլ կնեք, որ ձեզ ընդհատեցի, մենք տեսնում ենք իրականում, որ ես բուժարունների հետ շփվելուց նորից նմանատիպ հարցեր լինում են, արդյոք առողջ է լինելու մեր բալիկը, արդյոք խնդիրներ չի առաջանալու արտոնային բեղմնավորման միջոցով։ Եվ այ մենք սկսում ենք օրինակներ բերել, Լուիզա Բրաունից, մեր առաջի երեակից Հայաստանի Հանրապետություն, որներ ցանկացում ենք, որ արդեն առողջ երեխաներ են, երեխաները, որոնք արդեն ունեն երեխաներ, եւ իրանք հոգեպես հանգստանում են սոցցանցերում էլ կարդալով տիրապետելով այդ ինֆորմացիային, արդեն մտովի հանգիստ են, գիտեն, որ եթե մեկը կա, ուրեմն մեր երեխան էլ կարող է առողջ լինել։ Դրա համար ես գտնում եմ, որ ձեր ներդրումը շատ ճիշտ է եղել եւ դուք ինչ-որ տեղ ապացուցել եք, որ դա այդպես է։ Հնարավորություն եք տվել հետագա արդեն մասնագետներին շարժվել ձեր ուղիով եւ ավելի հեշտ աշխատել, այո։ Ուղղակի մի բան հիշեցի, այդ նյութերի հետ որ ասացիք, ես հիշեցի, որ մենք նյութերը մենք էինք սարքում։ Տարբեր նյութեր, տարբեր ռեագենտներով, բաներով մենք ինքներս է, ունենք սառեցումը, հիմա տեստ համակարգեր կան, verification կա, մենք դանդաղ սառեցում ենք անում, բայց մենք էինք սարքում։ Մենք ինքներս էինք սարքում 7 ժամ էր տևում։ Շատ բարդ էր։ Շատ դանդաղ իջացնում եք ջերմաստիճանը։ Մենք էինք սարքում, եթե մի քիչ մի գրամ ավել, մի գրամ պակաս աներ, ոչ մի բան չէր ստացվի։ Շատ բարդ էր։ Ընդհանրապես էկոյի մասին, որ էկոյում շատ, եթե հիվանդանոցներում կարող է բժիշկ առանձին աշխատի, լաբորատորիան առանձին աշխատի, ռենտգեն առանձին աշխատի, էմբրիոլոգիա սահմանաբանական լաբորատորիան պետքա թիմ լինի։ Այդ ուղղակի խոսքեր չեն։ Պետք սահմանաբանը պետքա համագործակցի ռեպրոդուկտոլոգի հետ։ Հիվանդը պետքա տեսնի ոչ միայն ռեպրոդուկտոլոգին, այլև սահմանաբանին։ Սահմանաբանը պետք է քննարկի։ Ռեպրոդուկտոլոգը չասի, ես ճիշտ սիմուլյացիա արեցի, դուք լավ չբեղմնավորեցիք։ Սահմանաբանը չասի, հա ձեր ձվաբիջները լավը չէին, բայց ես մի բան արեցի։ Թիմ պետք է աշխատի, շատ կարևոր է այդ թիմը։ Շատ չհաշված, որ պետք է տեխնիկան, սարքավորները լավ լինեն, մաքրություն լինի, մի խոսքով աուրան եւ այդ թիմը շատ կարևոր է, շատ կարևոր է։ Այդ եռանկյունին։ Այո։ Սաղմնաբան, վերարտադրողաբան եւ բուժառու։ Սաղմնաբանության արտամարմեն բեղմնավորման ծրագրի մեջ թիմը շատ կարևոր է, շատ։ Իսկ կարծում եմ մեր ուղղակի մեր մոտ շատ առողջ կենտրոններ ունենք, լավ թիմեր ունենք էլի։ Մենք Նինա Ալեքսանդրովնայի հետ միշտ քննարկում ենք ամեն ինչ եւ ամեն մի փոքր բան, անգամ բուժարոնների հետ, իրականում իրանք շատ ցանկանում են տեսնել սահմանաբանին եւ իմանալ ինչ է կատարվում վարակույրներից այն կողմ, որովհետեւ մի փոքր բարդ է, որպես ռեպրոդուկտոլոգ ասեմ, իհարկե մենք քննարկում ենք, բացատրում ենք, բայց երբ որ սահմանաբանն է մոտենում ու բացատրում է ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունենում եւ որ մոտեցումն է ավելի ճիշտ, իրականում բուժարունները ավելի հանգիստ են լինում եւ ամեն մի բանին մեր Նինա Ալեքսանդրովնան զանգում տեղեկացնում, ասում է, գիտեք,
մենք ստացել ենք այսքան սաղմ արդեն կամ այս որակի սաղմեր միշտ բուժարուները շատ ոգևորվում են ու այդ իրանց ժպիտը, երջանկությունը, որ իրանք ունեն ու դա ապագայում դառնալու է իրանց բալիկներն են, դառնալ իրանց բալիկը, ուրիշ էմոցիաներ են լրիվ, երբ որ թիմը ձեր ասացի նման ներգործումը։ Իրոք։ Նույնիսկ նկարներն էլ տրամադրելը, սաղմերի նկար տրամադրելը, այդ ահավոր ոգեշնչում է պացիենտին։ Դրա համար մաքսիմալ ինձ թվում է սաղմնաբանը պետքա բաց աշխատի եւ հայտնի եւ դրականը, ինչպես նաեւ բնականաբար բացասական էլ լինում է։ Ինֆորմացիա տա նաեւ ճիշտ բացասականի մասին։ Ռեպրոդուկտոլոգը ճիշտ է, կարող է բացատրել ընդհանուր, բայց շատ մանրուքներ կան, որ սաղմնաբանը պետք է բացատրի։ Այո։ Այդ միանշանակ մենք տենց ենք այն ժամանակ սովորել, որտեղ սաղմնաբանը եւ ամուսնու հետ կարող է խոսի եւ կնոջ հետ եւ ծովաբջիներից ինքը տեսնում է, ինքը ամեն ինչ զգում է։ Եթե դուք in vivo եք այդ ամեն ինչը անում, էխոյի բանի տակ ուլտրազոկի ազդեցության տակ եք սաղ նայում, տեսնում կամ զգում կամ սիմուլյացիաները, սխեմաներով եք անում, սաղմնաբանը ինքը տեսնում, շոշափում է այդ ամեն ինչը, ու իր էներգետիկան մեջ մտածել հաստատ։ Հա, մինչև ֆունկցիայից հետո օրինակ իմ անձապետ ասում, սպասում Նինա Ալեքսանդրովնան ասի, քանի ծովաբջիջ ենք ստացել, հետո ասի քանի ատաբեղնավորվել, հետո ինչ որ բոլորը նայում են իմ դեմքի արտահայտությանը, որ իրոք հազարավոր հաշվենք, չգիտեմ ինչքան կլինի, բայց հազարավոր ընտանիքներ երջանկացան, շատ լավ աշխատանք է։ Հիմա չգիտեմ, ես որպես կողքից մարդի մասն շատ շնորհակալ եմ, որ ձեզանից, որ այդ գործով եք զբաղվում։ Այն ժամանակ էլ ինձ էին ասում, ձեզ ենք շնորհակալ, չէ, ձեզնով սկսվեց ամեն ինչը, մենք ուղղակի շարունակում ենք։ Շարունակելն է կարևոր, որ ճիշտ շարունակես, որ գնալով լավացնես վիճակը։ Մենք ուղղակի ոգեշնչվում ենք, երբ որ տեսնում ենք, որ դա եղել է հնարավոր, ուրիշ բան է, երբ որ դու տեսնում ես դա կոպիտ ասած, հա, օտար երկրում, ուրիշ բան է, որ դու տեսնում ես քո երկրում, որ ամեն ինչ գնում է, օրինակ ես երբ որ որոշեցի գնալ դեպի վերարտադրողական բժշկությունը, ես երկար մտածում էի, արդյոք ես պատրաստ եմ լինել ուրիշ երկրում եւ ստանալ հղիություններ ուրիշ երկրում, անկեղծ ասած չկարողացա, որոշեցի, որ ճիշտ է Հայաստանի Հանրապետությունը, բայց շատ հետաքրքիր ու շատ լավ բան ասեցիք։ Օրինակ ես էլ ինձ չեմ պատկերացնում ուրիշ տեղ, ես հասկացա, որ եթե ես ուզում եմ զբաղվել այս գործով, պետք է լինեմ Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի իմ ազգին շարունակություն տամ, ու ես շատ ուրախ եմ, որ դուք այդ մարդկանցից մեկն եք, ով որ տվեց այդ սկիզբը եւ իրականում ստարտը օրինակ եք իմ համար, եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր իրականում հանդիպեցինք նման ֆորմատով եւ ձեզ տեսա արդեն այսպես։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ ենք շնորհակալ։ Շատ հետաքրքիր էր մեր զրույցը, անկեղծ, ձեզանից եւս մեկ անգամ ասեմ, շատ շնորհակալ եմ։ Մենք անկեղծ ասած Նինա Ալեքսանդրովնայի հետ շատ էինք մտածում մեր էմբրիո գայդի խորհրդանիշը ինչպիսին պետք է լինի, որոշեցինք անկասկած Նինա Ալեքսանդրովնայի մտքով, որ լինի կանաչ գույն, լինի, հա, այսինքն էմբրիոնը, երեխան եւ ծառի ճյուղի տեսքով, այսինքն պորտալերով շարունակություն գնա, լինի կյանքի սկիզբ եւ շարունակություն։ Եվ առանց երկար մտածելու ստեղծեցինք մեր լոգոն, ունենք մի փոքր նվեր, Նինա Ալեքսանդրովնա, խնդրեմ կփոխանցեք մեր լոգոյով։ Մի փոքր նվերը։ Ձեզ հույսով ենք, որ դուք կգրանցեք ձեր համար կարևոր կյանքի իրադարձություններ կամ գործնական, իրականում գրիչը հատուկ է ընտրված այս տեսքով, որպեսզի հենց ինքը ավարտվի, դուք կարողանաք այդ սերմերին, հա, հողին կյանք տալ եւ անակնկալի միջոցով, այսինքն դուք էլ որպես սաղմնաբան չիմանաք, թե ինչ բույս կամ ինչ ծառ է շարունակություն ստացել։ Դե հաջողություն ձեր շարին, եթե կարելի է տենց ասել, ծրագրին, ես կարծում եմ, որ լավ ֆիրեր կունենաք եւ կտեղեք զույգերը նրանք որոնք կարիք ունեն այս մեթոդի կտեղեկացվեն եւ ավելի համարձակ կդիմեն կենտրոններ։ Շնորհակալ ենք շատ, մենք ենք այդ հույսով։ Ստեսություն ձեզ։